իրականում շատ դժվար էր ինձ համար, շատ ծանր ապրումներ ունեցա այդ ժամերին, ինչը երևի պայմանավորված էր նաև այդքան մեծ հեռավորության վրա գտնվելու պարագայով։ Իհարկե հետևում էի, պատահաբար տեսա եւ դա մի քանի ժամ առաջ էր իմ թռիչքից արդեն որ պետք է լքեի եւ մինչեւ օթանով նստելը հեռախոսի մեջ տենց նայելով գնում էի զարգացումներին էի հետևում շատ անհանգիստ էի, բայց ինչպես իրականում անհանգիստ էի ինչու, որովհետեւ հեռավորության վրա ինձ թվում էր, որ իմ ամուսնուն չի հաջողվի զսպել մարդկանց զայրույթը եւ ես այդ հեռանկարից սարսափում էի եւ չէի պատկերացնում, ես չէի հասկանում իր ձայնը լսվում է ազգային ժողովի շուրջ մարդիկ շրջափակել են մուտքերը, իսկ ինքը գտնվում է Բաղրամյան 26-ում, արդյոք լսելի է մյուսների համար, արդյոք այդ խոսքերը լսելի են, արդյոք մարդիկ կարող են հանդարտվել եւ որևէ մեկին որևէ բան չպատահել, իմ միակ մտահոգությունը ու անհանգստությունը դա էր, որովհետեւ դա շատ բացասական կլիներ ամեն ինչի համար, մեր համար։